Ձեր կարծիքով ամեն կիրակի պատարագի մասնակցելով Նիկոլ Փաշինյանն ինչ է ուզում ապացուցել։ Իրան հարցրեք։ Ձեր կարծիքով։ Չգիտեմ։ Երևի չի կարելի ինչ-որ բան մտածել։ Չգիտեմ։ Նիկոլյանն որ տասեք հերիք է։ Ինչ իմանամ, ուզում ապացուցի, որ ինքը հավատացյալ է, Աստծուն հավատում է, եկեղեցու կողմնակից է։ Դուք հավատում եք դրան։ Այո, շատ։ Իհարկե հավատում եմ։ Նրա բոլոր քայլերն էլ ինձ դուր են գալիս։ Իրեն հարցրեք։ Իմ կարծիք չունեմ։ Լավ էլի, ամեն անգամ ձեզ հանդիպելուց այդ բառը, որ ասում եք Նիկոլ Փաշինյանը էսա ուզում են ուզում։ Դու նրա խելքը ոչ մի բան չի ասում, ինչ ուզի։ Բայց ինչ է ուզում ապացուցել։ Ամեն կիրակի գնում է պատարագի տարբեր։ Ուզում ասի, թե ես հավատացյալ եմ, իսկ այդ ղեկավարությունը, քրիստոնեություն պաշտպանողները, դրանք ոնց ասեմ, այդ պոստին պետք է չլեն, հա, տենց ասեմ, հա։ Բայց դուք հավատում եք, որ ինքը հավատացյալ է։ Բոլորովին։ Նա ձևական մասն է պաշտպանում, որ ժողովրդի աչքին ցույց տա, որ տեսեք, ես հավատում եմ, որ Հայաստանը կամ հայերը առաջին քրիստոնյա ազգն են, մենք հավատում ենք Քրիստոսին, եկեղեցուն, պատարագի են մասնակցում, ծեսակատարությունների են մասնակցում, այսինքն այս բոլորը գալիս է նրանից, որ ես ամեն ինչի մասնակցում եմ, բայց այս եկեղեցու, այս քրիստոնեության, հայկական ղեկավարությունը, այտենց ասեմ էլի, ղեկավարություն եմ բացատրում, որ ասեմ կաթողիկոսը, դա նկատի ունեմ, կաթողիկոսը այդ պոստին չպետք է լինի, քանի որ այս բաներ, իբր թե մյուս պետություններում, մուսուլմանական երկրում նրանց շեխերը 16-ատ երեխա ունեն, բա ոնց նրանց ոչ մի բան չեն ասում, եղավաճիկ ջան։ Չգիտեմ։ Ոչ մի բան։ Տրամադրությունս մի փչացրեք, խնդրում եմ։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Չգիտեմ։ Իրեն կհարցնեք։ Ձեր կարծիքով։ Ուրեմն ծրագիր։ Դրանցից հարցը չկա։ Չեմ կարող ասեմ։ Իբր ինքը հավատ ունի էլի։ Այդ ուրիշ բան չեմ կարող ասել։ Դուք հավատում եք, որ նա հավատում է։ Չէ, իհարկե ոչ։ Որտեղ անհավատի արարմունք ենք տեսնում, ուրիշ ոչ մի սրբապղծություն միակ։ Երևի ինչ որ չար մտքեր ունի։ Կապված եկեղեցու նկատի ունեք։ Այո։ Ես չեմ կարծում, որ ինքը հավատացյալ է։